հայկական հենց ժամանակի այն տեղեկությունը, որ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները Երևանի մի շարք հատվածներում խուզարկություններ են իրականացնում եւ ներքին գործերի նախարարությունից հաստատեցին տեղեկությունը, իհարկե առանց մանրամասները հայտնելու։ Ու առհասարակ մենք սա կարող ենք կապել եւս քաղաքական հետապնդումների հետ, չէ՞, որտեվ այսօր դա այնքան արդիական է, որ նույնիսկ երբ մենք իմանում ենք, որ ինչ որ մեկին կալանավորել են, ով վարում է քաղաքական հասարակական գործունեություն, հասկանում ենք, որ պարզապես հայրենասիրական ինչ որ մի բան է ասել կամ ինչ որ մի բան է արել։ Հիմա, բայց միևնույն ժամանակ մեր երկրում նաև հանցագործություններն են աճում, ընդամենը հենց այսօր տեղեկություն եղավ, 2 օր առաջ այդ Աչափնյակի միջադեպը, այսինքն օրը ցերեկով մարդիկ հանգիստ կարողանում են միմյանց վրա կրակել, դանակահարել հենց բանուկ հատվածներում, մարդկանց աչքի առաջ։ Եվ միևնույն ժամանակ այդ նույն դուք ասում եք, տեսեք Նիկոլ Փաշինյանը սկզբում շրջում էր առանց անվտանգության աշխատակիցներ մի մեքենա։ Որտեղ դեռ վեհ չէր գործել։ Հիմա ահռելի թվով գումարները հատկացվում ոստիկանական ուժերին, այսինքն իրենց բյուջեն հասնում է ահռելի աստղաբաշխական թվերի, ստանում են բարձր աշխատավարձեր, քավլիցի, ուրախ ենք իրենց համար, եթե իրանք իրենց տեղում են եւ կատարում են իրենց գործառույթները, բայց մենք տեսնում ենք, որ իրենց գործառույթները սպառվում է հենց միայն քաղաքական թեմաներով, բայց երբ խոսքը գնում է հանցագործությունների մասին, չեմ տեսել, չգիտեմ կամ կորցրել եմ։ Բա տեսեք, ախր հաշվի առնենք մի հանգամանք, ամեն ինչ կարելի է շատացնել, բայց անվերջ շատացնել չես կարող։ Այո։ Հիմա կա ոստիկանություն, կան քննչական մարմիններ, կան դատախազություն, կան անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Այդ բոլոր կառույցները զբաղված են մի խնդրով՝ Նիկոլի հրահանգները կատարելու եւ Նիկոլի անվտանգությունը ապահովելու հարցում։ Երբ որ օրինակ գնում է Թալին կեղծ պատարակների, մի օր մենք փորձեցինք հաշվել, թե քանի տեղ է պոստ կանգնած, 270, եթե չեմ սխալվում, տեղ պոստ են կանգնացնում։ Այո։ Դե պատկերացեք, ուրեմն փողոցի համես կողմն են ոստիկան կանգնացնում։ Կարող է մեքենան եթում է, համես կողմն է, հատկապես որտեղ որ ինչ որ ուրիշ ճանապարհ, հողային, թեկուզ երկրորդական ճանապարհ կանի միանում է այդ ճանապարհերը, այդ բոլոր ճանապարհների վրա կանգնում են։ Բոլոր օրինակ հաշվեցիք մենակ քաղաքում։ Քաղաքում էլ մոտավորապես 85 մենակ Լենինգրադյանի այն սկզբից մինչև իր բանը նստավայր։ Հիմա այդ ամբողջ ուժերը կենտրոնացած են մի խնդրի վրա, ապահովել Նիկոլի երթևեկությունը, Նիկոլի անվտանգությունը։ Շատ կարևոր փաստ դուք արձանագրեցիք, եթե կհիշեք, չեմ հիշում, երբ էր, որ Փաշինյանը ինչ էր ասում էր ամեն մի ծառի տակ սենց խղճուկ ոստիկանը կանգնած սառում է մենակով, ինչա պետք է ղեկավարը անցնի, հետո ներկայացնում էր, որ իրենց իշխանության ժամանակ կահավորված ինչ-որ մեքենաներով, համապատասխան հագուստով, բայց ինչպես դուք էլ հենց փաստում եք, եւ ես ինքս բազմաթիվ անգամներ տեսել եմ, էլի այդ նույն ոստիկանը կանգնած է միայնակ, ինչ-որ մի փոքրիկ Չէ, միայնակ են կանգնած, պարոն Սագլյան։ Անպայման մեկը այն կողմն է, մեկը այս կողմն է, պարտադիր, բոլոր առանց այդ պահավորումի, բոլոր ինչ-որ բանի, բայց միայնակ չեն, լավ էլ ավտոբուսները գալիս է, միայնակ են կանգնում։ Իրանք ճաշել են բաժանում, հիմա ավտոբուսներով կանգնում են իրենց Պրոշյանի հատվածում, առավելական ամառանոցներում։ Բոլոր տեղերը կանգնում են, այդ ասեմ, դրա համար է, այդքան մեքենա որտեղ են քաշում։ Ժամանակ հացել են բերում իրանց։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ ինչ-որ կազմակերպությունների վրա պարտավորություն է դրած, եթե իրանք 4 ժամից կամ 8 ժամից ավել պիտի սպասեն Նիկոլի գալուն, ապա անպայման իրանց նաև հաց է տրվում։ Դե հիմա նոր ոստիկանական հատուկ իր համար ուժեր են ստեղծել։ Դե հիմա իր համար, ում համար է տեղական չի, բայց ուզում ասել, որ նույնիսկ սնունդ են ապահովում այդ մարդկանց համար։ Այսինքն ամբողջ համակարգը աշխատում է Նիկոլի պաշտպանության վրա։ Բնականաբար կրիմինալը հնարավորությունները մեծանում են, մարդկանց, իրանք հասկանում են, որ եթե անմեղ մարդկանց են տանում նստացնում, իրանք ում գնան դիմեն, ինչ ոստիկանի, արդեն մարդիկ միմյանց միջև եղած փոքրիկ հաշիվները դառնում է մի կաթիլ մեղրի պատմություն եւ հասնում է մեծ պատերազմի կրակոցների սպանությունների։ Դրանում միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
բացառապես միակ մեղավորը։ Մնացածը դատախազություն, քննչական կոմիտե, ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն, այդ ծառայությունների ղեկավարները հանցակից են Նիկոլ Փաշինյանին, որտեղ նրա ապօրինի հրամաններով իրանք կատարում են ապօրինի գործողություններ, որոնց հետևանքով հասարակությունը արդեն ստիպված ինքը իր մեջ եղած բոլոր խնդիրները ինքն է փորձում լուծել։